Նրա խաղը հաճախ անգամ մեկնաբանության կարիք էլ չի ունենում։ Դերասան Արտաշես Մխիթարյանի ներկայությունն էկրանին միշտ տարբեր է, երբեմն լուռ, բայց հզոր, երբեմն խոսքով ու զգացմունքով ամբողջ սենյակը լցնող։ Այս օրերին նա նորից իր հանդիսատեսի առաջ է Վերջին զանգ հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Սոսի կերպարը։ Դիանա Գրիգորյանի սերիալներում մենք նրան արդեն սովոր ենք տեսնել, բայց ամեն անգամ նոր գույնով ու նոր խաղով։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը տարիների փորձ ունի թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում։ Երևանի դրամատիկական թատրոնում նա ոչ միայն տարիներ շարունակ խաղում է, այլև վերջին տարիներին եղել է նաև թատրոնի տնօրենը։ Եվ այստեղ, երբ թվում է, թե նա ամբողջովին ներծծված է արվեստի մեջ, շատերը մոռանում են, էկրանի այս ուժեղ ու հավասարակշռված տղամարդը նաև ամուսին է, հայր։ Այսօր շատերն են հարցնում, իսկ ով է դերասան Արտաշես Մխիթարյանի կինը։ Կինը, ով միշտ հեռու է մնացել տեսախցիկներից, բայց կանգնած է եղել նրա կողքին։ Իրականում Արտաշեսը ամուսնացած է։ 2016 թվականին նա ամուսնացավ Մարիամ Մինասյանի հետ։ Մարիամը դերասանուհի չէ, հանրային մարդ չէ եւ շատերն անգամ չգիտեն, թե ում մասին է խոսքը, բայց հենց նա է Արտաշեսի կյանքի ամենակարևոր մարդը։ Մարիան աշխատում է Արտշին բանկում, ապրում է պարզ ու հասարակ կյանքով, միաժամանակ լինելով մի ամբողջ տիեզերք իր ամուսնու համար։ Արտաշեսը մի առիթով պատմել է. Զավակիս ծնունդը բեկումնային փուլ էր իմ կյանքում, դրանից հետո շատ բան է փոխվել, ավելի գիտակից եմ բոլոր այն հարցերում, որոնք երեխայիս են վերաբերում։ Հուզական դաշտը քիչ է, երևի նրանից է, որ այս տարիքում եմ հայր դարձել։ Եթե 18 տարեկանում հայր լինեի, գուցե ամեն ինչ այլ լիներ։ 2017 թվականին, երբ Արտաշեսը արդեն 36 տարեկան էր, ծնվեց նրա ու Մարիամի որդին՝ Մաքսիմը։ Եվ ինչպես ցանկացած իրական տղամարդու մոտ է լինում, այդ պահին կյանքը ուղղակի բաժանվեց մինչև ու հետո փուլերի։ Թատրոնը, նկարահանումները, հանդիսատեսի աղմկոտ ծափահարությունները, այդ ամենը մի կողմ, բայց երբ Մաքսիմը ծնվեց, Արտաշեսը դարձավ պարզապես հայր։ Մի ուրիշ հարցազրույցում, երբ նրան հարցրեցին, թե ինչ եք զգում, երբ տեսնում եք, որ որևէ մեկը ձեզանից երես է թեքել, դերասանը պատասխանում է. Փորձում եմ գտնել պատճառն առաջին հերթին իմ մեջ, անպայման փորձում եմ խոսել հետը։ Տարաձայնությունների դեպքում քայլանողը ու նախաձեռնողը միշտ ես եմ։ Այս խոսքերն են մի բան ասում Արտաշեսի մասին։ Նա հարաբերություններին լուրջ է վերաբերվում, ի սկզբանե կառուցել դիտի, եւ հավանաբար հենց դա է նրա ամուսնության հիմքը՝ անկեղծությունը, նախաձեռնությունը ու խաղաղության ձգտումը։ Արտաշես Մխիթարյանը 44 տարեկան է եւ այսօր նա պարզապես դերասան չէ։ Նա մարդ է, ով իր կյանքում ունի մի պարզ, բայց անփոխարինելի հենարան՝ կինը Մարիան։ Հենց նա է ընտանիքի լուր թիկունքը, չերևացող, բայց ամենակարևորը, որովհետեւ երբ մեկի աչքերում փայլ կա տուն վերադառնալիս, դա արդեն խոսում է ամեն ինչի մասին։ Հարգելի հետևորդներ, դիտեք այս տեսանյութը մինչև վերջ եւ գրեք մեկնաբանություն։ Արդյոք ձեզ դուր է գալիս Սոսի կերպարը Վերջին զանգ հեռուստասերիալում։